Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր կներկայացնեմ, թե ինչքան օգտակար են բարտազգիների ընտանիքին պատկանող ալոջենու ծաղիկները և պտուղները։ Ալոջենու ծաղիկներում կան շատ եթերայուղեր, կոֆեինային և այլ թթուներ, հիպերոզիտ, խոլին, ացետիլխոլին և այլն, իսկ պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, ֆլավոնոիդներ, ճարպեր, կարոտին, C վիտամին, տաբաղանյութեր, կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և մեր օրգանիզմի համար անհրաժեշտ շատ նյութեր։ Բուժման նպատակով օգտագործվում են ծաղիկները և հասուն պտուղները։ Հավաքելուց հետո դրանք չորացնում են և պահում չոր և մութ տեղում։ Չորացած հումքը կարելի է պահել 2 տարի։ Ժողովրդական բժշկության մեջ ալոջենու ծաղիկները և պտուղները օգտագործվել են շատ վաղուց սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հեվոցի, անքնության, բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների, ստամոքսի սուր ախտահանումների ժամանակ։ Ալոջը այժմ լայնորեն օգտագործվում է դեղագործության մեջ։ Ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցների, նաև ջրաթուրմի 1-2 ամսվա կանոնավոր օգտագործումը լավ արդյունք է տալիս սրտի տարբեր հիվանդությունների ժամանակ, կանոնավորում է սրտի ռիթմը, իջեցնում է զարկերակային բարձր ճնշումը, վերացնում է սրտխփոցները, վերջույթների թմրեցումը, սրտի շրջանի ցավերը և ծանրության զգացումը։ Կանոնավորում է հիվանդների քունը, լավացնում է ինքնազգացողությունը, նորմալացնում է պուլսը, բարձրացնում է տրամադրությունը, օգնում է հաղթահարել ներվային և սթրեսային վիճակները, ունի հանգստացնող ազդեցություն։ Ի տարբերություն քիմիական դեղամիջոցների, ալոջը չի առաջացնում երկրորդային էֆեկտներ, ինչպիսիք են քնկոտություն օրվա մեջ և հիշողության կորուստը։ Ալոջը ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն, նաև միզամուղ է։ Ալոջենու պտուղները ուտում են և թարմ և չորացած վիճակում։ Պտուղներով և տերևներով շատ հաճելի ըմպելիքներ են պատրաստում, որոնք կարող են փոխարինել թեյի և սուրճի։ Խորհուրդ է տրվում հատկապես սրտխփոց ունեցող հիվանդներին սուրճը փոխարինել ալոջի ջրաթուրմով։ Հարգելիներս, օգտվեք բնության այս հրաշալի պարգևից և առողջ եղեք։ Հիշեցնեմ, որ ժողովրդական բժշկությունը բուժում ու կանխարգելում է հիվանդությունները, բայց պահանջում է երկարատև օգտագործում։ Եթե ունեք լուրջ առողջական խնդիրներ, անհապաղ դիմեք բժշկի։ Ցանկալի է բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին։ Շնորհակալություն ուշադրության համար։